Ուկրաինան կարող է Եվրամիությունից մինչև 130 միլիարդ եվրո ֆինանսավորում ակնկալել։ Ռեպարտիոն վարկի ձևաչափով, այս մասին հայտնում է Reuters-ը, հղում անելով ԵՄ կառույցներում իր աղբյուրներին։ Մեխանիզմի հիմքում Եվրամիությունում սառեցված մոտ 210 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվներն են։ Հենց այդ միջոցներն են հիմք հանդիսացել մեծյոթնյակի գծով Ուկրաինային 45 միլիարդ եվրոյի օգնության նախկինում համաձայնեցված փաթեթի համար։ Այժմ Բրյուսելը առաջարկում է օգտագործել դրանք նոր տրանշի համար, բայց միայն Կիևի կողմից նախորդ վարկը մարելուց հետո։ ԵՄ-ի մտահղացմամբ Ուկրաինային հատկացված գումարները պետք է վերադարձվեն միայն խաղաղ համաձայնագրի շրջանակներում Ռուսաստանից փոխհատուցումներ ստանալուց հետո։ Միևնույն ժամանակ Եվրահանձնաժողովը փնտրում է իրավական սխեմա, որը թույլ կտա օգտագործել սառեցված ռուսական ակտիվները առանց դրանց ուղղակի բռնագրավման, ինչը մի շարք երկրների եւ Եվրոպական կենտրոնական բանկի առարկություններ է առաջացնում։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում Գազայի վերաբերյալ բազմակողմանի համաժողովի մասնակիցները նշել են Գազայի վերակառուցման համապարփակ ծրագիր մշակելու անհրաժեշտությունը, որը ներառում է տարածաշրջանի անվտանգության միջոցառումներ, ասվում է համաժողովի ավարտից հետո տարածված հայտարարության մեջ։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում կազմակերպության կենտրոնակայանում տեղի է ունեցել բազմակողմ համաժողով։ Իսլամական համագործակցության կազմակերպության 8 անդամ պետությունների, այդ թվում Թուրքիայի, ինչպես նաև Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Մասնակիցները շեշտել են Գազայի վերակառուցման համապարփակ ծրագրի անհրաժեշտությունը, հիմնված Արաբական լիգայի եւ Իսլամական համագործակցության կազմակերպության ծրագրի վրա, ինչպես նաև անվտանգության միջոցառումների, Պաղեստինյան ղեկավարությանը միջազգային օգնությամբ աջակցելու անհրաժեշտության եւ համատեղ աշխատելու հանձնառության վրա։ Նշվում է հայտարարության մեջ, որի տեքստը հրապարակել է Թուրքիայի արտգործնախարարությունը։ Առաջնորդները նաև ընդգծել են պատերազմը դադարեցնելու եւ անհապաղ հրադադարի հասնելու անհրաժեշտությունը, որը կապահովի պատանդների ազատ արձակումը, մարդասիրական օգնության մատակարարումը եւ կլինի արդար եւ տևական խաղաղության առաջին քայլը։ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ անհամբեր սպասում է նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկկողմ հանդիպմանը։ Նա կարծում է, որ իր եւ Միացյալ Նահանգների նախագահի տարիքը կկանխի, որ հանդիպումը վերածվի բանավեճի, ինչպես տեղի ունեցավ փետրվարին Վաշինգտոնում Զելենսկու եւ Թրամփի միջեւ։ Թրամփը հաջորդ հունիսին կդառնա 80 տարեկան, ես այս հոկտեմբերին կդառնամ 80 տարեկան։ Երկու 80-ամյա տղամարդկանց հարաբերություններում կատակների տեղ չի կարող ասել է Բրազիլիայի նախագահը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ Լուլա դա Սիլվան վստահեցրել է, որ Թրամփի հետ կվարվի այն հարգանքով, որին արժանի է Միացյալ Նահանգների առաջնորդը, եւ նա անշուշտ ինձ հետ կվարվի այն հարգանքով, որին արժանի է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահը։ Ահա թե ինչպես կանցնի այս հանդիպումը։ Երկու 80-ամյա առաջնորդներ, որոնք այնուամենայնիվ իրենց շատ երիտասարդ են զգում, եզրափակել է Լուլա դա Սիլվան։ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ մոտ ապագայում մտադիր է բանակցություններ վարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորության շուրջ։ Ես կբանակցեմ Թրամփի հետ Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ, գիտեմ, որ նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընկերն է եւ ես նույնպես Պուտինի ընկերն եմ։ Այսպիսով, եթե մեկ ընկերը կարող է շատ բան անել, ապա երկու ընկերը կարող են նույնիսկ ավելին անել, ասել է Բրազիլիայի առաջնորդը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսում։ Պետության ղեկավարը նաև հիշեցրել է Վոլոդիմիր Զելենսկու հետ ՄԱԿ-ի շրջանակներում իր հանդիպումը։ Նախագահի խոսքով նա վերահաստատել է Կիևի կողմից հակամարտությունը ռազմական ճանապարհով դադարեցնելու փորձերի անիմաստությունը եւ կոչ է արել բանակցություններ սկսել։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Նյու Յորքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպան ժամանակ կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայի հակամարտությունը։ Հայտնում է Deutsche Welle-ն։ Պետքարտուղարը կրկնել է արյունահեղությունը դադարեցնելու նախագահ Դոնալդ Թրամփի կոչը եւ ընդգծել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության կայուն կարգավորման հասնելու համար Մոսկվայի կողմից կառուցողական միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը, նշվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցում դասապրոցեսը կասեցվել է պատճառաբանությամբ, որ այսօրվանից մի քանի օր շարունակ ջրամատակարարում չի լինի։ Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում աշակերտների ծնողները հայտնել են, որ դրա մասին դպրոցի տնօրինությունը նախապես տեղյակ չի պահել։ Նրանց միայն առավոտյան շտաբ կանչել են դպրոց երեխաներին տուն տանելու համար։ Հայաստանի արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը կառավարության նիստից հետո Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում անդրադարձել է Փարաքարի համայնքապետի սպանության դեպքին եւ նշել, որ որևէ տեսակետ հայտնել չի կարող, քանի դեռ հանգամանքները պարզված չեն։ Սրփուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաեւ հարցին, արդյոք Հայաստանում համաներում սպասվում է թե ոչ։ Նա ասել է, որ համաներում չի սպասվում, այդպիսի քննարկում չի եղել, նշել է նախարարը։ Որևէ եզրահանգում կատարել չենք կարող, քանի դեռ պարզ չէ, թե ովքեր են հանցագործություն կատարած անձինք եւ ովքեր են պատվիրատուները, եթե այդպիսի կարգ են։ Բոլոր արձանագրումները անելուց հետո, իհարկե ճշմարտությունը բացահայտելուց հետո, համապատասխան հետևությունները կարվեն։ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը եւս անդրադարձել է Փարաքարի համայնքապետի եւ նրա ընկերոջ սպանության դեպքին։ Նա վստահեցրել է, Մերձավանում կատարված սպանությունները քաղաքական պատվեր չեն։ Կպարզվի, մեղավորները պատասխան կտան։ Լրագրողների հետ զրույցում ասել է մարզպետը։ Նա նշել է, որ Վալոդիա Գրիգորյանն իր լավ ընկերն է եղել։ Հարցին իրեն պատասխանատու զգում է մարզում տիրող իրավիճակի համար, դրական պատասխան է տվել։ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը եւ Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից կազմակերպված տրանսատլանտյան ընթրիքին։ Միջոցառման շրջանակում Միրզոյանը եւ Բայրամովը կարճ զրույց են ունեցել Ռուբիոյի հետ։ Ընթրիքին մասնակցել են նաեւ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարներ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն եւ ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Դրա շրջանակում անդրադարձ է եղել տրանսատլանտյան համագործակցությանը, ռուս-ուկրաինական պատերազմին, Մերձավոր Արևելքի անվտանգությանը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու ուղիներին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից կոշտ հայտարարություն է արել թալիբների դեմ։ Նրա խոսքով շարժման գործողությունները Աֆղանստանը հետ են տարել դեպի միջնադար։ Զելենսկին ընդգծել է, որ թալիբների իշխանությունը ոչ միայն կտրել է երկրի զարգացման ուղին, այլև վտանգի տակ է դրել այնտեղ ապրող միլիոնավոր մարդկանց ապագան, գրում է Լենտարուն։ Նա շեշտել է, որ միջազգային հանրությունը չպետք է անտեսի Աֆղանստանում տիրող իրավիճակը, քանի որ այն սպառնում է գլոբալ կայունությանը։ Գազայի առողջապահական աղբյուրները հայտնել են, որ սեպտեմբերի 24-ին Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայի հատվածում 64 մարդ է զոհվել։ Իսրայելական ուժերը թիրախավորել են Գազա քաղաքի տարբեր թաղամասեր, այդ թվում Թել Ալ-Հաուս եւ Ան-Նասր թաղամասերը, Թուֆահ թաղամասում գտնվող տեղահանվածների համար նախատեսված դպրոցը, Պաղեստինի բակի շենքը։ Գազայի առողջապահության նախարարության գլխավոր տնօրենը հայտնել է, որ Գազայի հիվանդանոցներում իրավիճակն աղետալի է։ Եթե հիվանդանոցները դադարեցնեն գործունեությունը, Գազայի հատվածի հիվանդները մի քանի ժամվա ընթացքում կբախվեն զանգվածային մահվան, նշել է նա։ Գազայի քաղաքացիական պաշտպանություն իր հերթին հայտարարել է, որ անկլավի հյուսիսից մինչև հարավ հարյուրավոր տեղահանված ընտանիքներ կացարան չունենալու պատճառով գիշերում են գետնին։ Գազայի կառավարության տեղեկատվության գրասենյակը հայտնել է, որ Գազա քաղաքում շարունակում է մնալ ավելի քան 900,000 մարդ, հավելելով, որ դեպի հարավ տեղահանվածների թիվը հասել է 335,000-ի։ Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 65,419-ի։ Վիրավորվել է 167,160 մարդ, որոնց թվում զգալի թիվ են կազմում կանայք եւ երեխաները։ 2023 թվականին Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել, ի պատասխան պաղեստինյան Համաս շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել շուրջ 250 մարդ։ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան քննադատել է Եվրոպական միությանը շարունակվող ռուսական էներգառեսուրսների գնումների համար։ Ինչպես փոխանցում է Դելֆին, նա ընդգծել է, որ նույնիսկ Ուկրաինայում պատերազմական գործողությունների սկսվելուց 3.5 տարի անց Եվրամիությունը շարունակում է գնել ռուսական գազ եւ նավթ։ Նաուսեդայի խոսքով այն գումարները, որոնք Եվրամիության երկրները ծախսում են ռուսական էներգակիրների ձեռքբերման համար, գերազանցում են Ուկրաինային տրամադրվող օգնության ծավալները։ Սա նշանակում է, որ
Եվրոպան նույնիսկ չեզոք չէ եւ ֆինանսական առումով ավելի շատ Ռուսաստանի կողմն է, քան Ուկրաինայի։ Մենք իհարկե աջակցում ենք Ուկրաինային եւ կիրառում ենք պատժամիջոցներ, բայց էներգակիրների ներմուծման այս անընդհատությունը պետք է բոլորին հուսախաբ անի։ Ասել է նա։ Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարբեր երկրներին Ռուսաստանի էներգակիրներից հրաժարվելու կոչ անելով գործում է որպես բիզնեսմեն, ապահովելով իր երկրի տնտեսական շահերը։ Հակաօդային պաշտպանության համակարգերը չորեքշաբթի օրը Ռուսաստանի տարածքում ոչնչացրել են եւս 25 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Սեպտեմբերի 24-ին Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ից մինչև 18:00 ընկած ժամանակահատվածում հերթապահության մեջ գտնվող ՀՕՊ համակարգերը Բելգորոդի, Կուրսկի, Ռիազանի, Կալուգայի եւ Բրյանսկի մարզերի, Կրասնոդարի, Եկրամասի, Ղրիմի հանրապետության եւ Սևծովի վրայով որսացել եւ ոչնչացրել են ուկրաինական 25 անօդաչու թռչող սարք, ասվում է հաղորդագրության մեջ։ Լեհաստանի զինված ուժերը պատրաստվում են դուրս բերել շահագործումից խորհրդային արտադրության Mi-24 հարվածային ուղղաթիռները, որոնք ստացել են կրոկոդիլ մականունը։ Ինչպես գրում է Defense 24-ը, վերջին մեքենաները կհանվեն ծառայությունից մինչև 2027 թվականը։ 2022-ին Լեհաստանը ուներ 28 միավոր Mi-24, սակայն Ուկրաինայում պատերազմական գործողությունների սկսվելուց հետո դրանցից 10-ից 12-ը փոխանցվել են Կիև։ Ներկայումս երկրում մնացել է մոտ 16-ից 18 ուղղաթիռ, որոնք օգտագործվում են սահմանափակ չափով, հիմնականում օդաչուների ուսուցման եւ մարտական դաշտում կրակային աջակցության համար։ Պետդումայի միջազգային գործերով կոմիտեի առաջին փոխնախագահ Ալեքսեյ Չեպան մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե Ուկրաինան կարող է վերադառնալ 1991 թվականի սահմաններին։ Չեպան ընդգծել է, որ Թրամփի նպատակն իրականում շահ ստանալն է, այլ ոչ թե Կիևի նկատմամբ դիրքորոշման փոփոխությունը։ Նա փորձում է ստիպել եվրոպացիներին դադարել գնել ռուսական էներգակիրներ։ Թրամփին ձեռնտու է, որ Եվրոպան գնեց ավելի թանկ ամերիկյան ռեսուրսներ, նշել է պատգամավորը։ Նրա կարծիքով հենց այդ շահի պատճառով Թրամփը իր ելույթներում եւ գրառումներում բարբերաբար խոսում է Ռուսաստանի տնտեսության քայքայման մասին։ Պատգամավորը հավելել է, որ այս ամենը ուղղված է ԱՄՆ շահույթին, հայտնում է Լենտա-Կետրոն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Սեպտեմբերի 25-ին վարչապետը Մոսկվայում կմասնակցի համաշխարհային ատոմային շաբաթ խորագրով համաժողովին։ Դատարանը մեղավոր է ճանաչել իշխանության զավթման կոչի համար մեղադրվող Միքայել arczepiskopos Աջապահյանին։ Դատավոր Արմինե Մելիքսեթյանից ընդամենը 1 ամիս եւ 9 օր պահանջվեց նման վերդիկտ հրապարակելու համար, այն դեպքում, երբ բազմաթիվ այլ գործերով քննությունները տարիներ են տևում։ Դատարանի հետևությունն այն է, որ Միքայել Աջապահյանին պետք է մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքով։ Վերդիկտով նաեւ խափանման միջոցը թողնվել է անփոփոխ իր սահմանափակումներով, հայտարարել է դատավորը։ Նշենք, որ նիստին ներկաները բուռն են արձագանքել բղավելով ամոթ։ Շիրակի թեմի առաջնորդն իրեն մեղավոր չի ճանաչում, գործընթացն էլ որակում է որպես քաղաքական հետապնդում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել, որոնցով վերանշանակումներ եւ ազատում է կատարել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում։ Այսպիսով նախարարի տեղակալներ Տաթևիկ Ստեփանյանը, Աննա Ժամակոչյանը եւ Դավիթ Խաչատրյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սարգսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Ռասիստская գազետան գրում է. ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության եւ փոխադարձարգանքի ամուր ավանդույթների վրա։ Այս մասին ասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ։ Վստահ եմ, որ այս հարաբերությունների հետագա զարգացումը լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների շահերին։ Իր շնորհավորական ուղերձում Ռուսաստանի վարչապետ Միխայել Միշուստինը Եվրասիական տնտեսական միության եւ անկախ պետությունների համագործակցության շրջանակներում Մոսկվայի եւ Երևանի խորացող ինտեգրումն անվանել է լիովին համապատասխան Ռուսաստանի եւ Հայաստանի շահերին։ Ռուսաստանի հետ բարեկամությունը գոյություն ունի վաղուց։ Այն արտացոլված է դասական հայ գրականության մեջ։ Հովհաննես Թումանյանը, Խաչատուր Աբովյանը, Հրանտ Մաթևոսյանը, Չարենցը եւ Սևակը բոլորն էլ հայ ազգին կտակել են բարեկամ լինել Ռուսաստանին եւ գնահատել այդ բարեկամությունը։ Բացատրում է Տյումենի մարզի հայերի միության նախագահ եւ Սփյուռքի ոչ պաշտոնական առաջնորդ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր շինարար Աբրահամ Հովեյանը։
Հայ-ռուսական բարեկամության պատմության նշանակալի իրադարձությունների շարքում անհնար է մոռանալ 1988 թվականի ավերիչ երկրաշարժը, որը ազդել է Հայաստանի մոտավորապես 40%-ի վրա։ Մի քանի րոպեում Լենինականը, Սպիտակը, Կիրովականը, Ստեփանավանը, 17 այլ փոքր բնակավայրերի եւ 324 գյուղեր ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերվեցին։ Զոհվեց ավելի քան 25000 մարդ։ ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիշկովը գլխավորում էր երկրաշարժի հետևանքների վերացման հանձնաժողովը։ 2008 թվականին այժմ թոշակի անցած Ռիշկովը դարձել է առաջին օտարերկրացին, որին շնորհվել է Հայաստանի բարձրագույն Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչումը։ Հայ-ռուսական հարաբերությունները պաշտոնական պայմանագրերում եւ միջազգային համաձայնագրերում ամրագրված են որպես ռազմավարական։ Ես կարծում եմ, որ երրորդ կողմերի բոլոր անհիմն հայտարարությունները, որոնք ուղղված են էթնիկ ատելություն հրահարելուն, պետք է ճնշվեն օրենքի սահմաններում, ասել է Տյումենի մարզի հայերի միության նախագահ Աբրահամ Հովեյանը։ Ասել եմ 100 անգամ, թող հրապարակի Ղարաբաղի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը իր ձեռքի տակ են, չի հրապարակում, թող հրապարակի։ Այս մասին այսօր սեպտեմբերի 24-ին Մատենադարանում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկին 3 նախագահներին բանավեճի է հրավիրում, սակայն վերջիններս չեն գնում։ Հարցին, եթե հրապարակի կգնաք բանավեճի, Տեր-Պետրոսյանը պատասխանել է. եթե հրապարակի, վեճը վերջացած կլինի, որովհետև ամեն ինչ է այնտեղ։ Անդրադառնալով փոխզիջումներով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման թեզերին, նա ասել է. այդ թեզերը նա կործանեց Ստեփանակերտում, հայտարարելով, որ Արցախը Հայաստան է եւ վերջ ու պատերազմ բերեց։ Նա կեղծ որակեց պնդումը, թե Նիկոլ Փաշինյանը հենց իր խաղաղության օրակարգով է առաջ ընթանում։ Ոչ մի կապ չունի Ղարաբաղյան իմ քաղաքականությունն իր քաղաքականության հետ, բացարձակապես ոչ մի կապ չունի, նշել է առաջին նախագահը։ Նշենք, որ այսօր Մատենադարանում Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով էր կազմակերպվել։ Համացանցում տարածվել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանի վերջին տեսաուղերձը, որն արվել է նրա մահից ժամեր առաջ։ Նշենք, որ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքում մահացած են գտել փախուստի դիմաց Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին։ Այսինքն կամավոր ներկայացել եմ հյուպատոսություն, խնդրելով, որ ձևակերպեն, որ ես կամավոր եմ ներկայացել եւ խնդրում եմ, որ Հայաստանի իրավապահ մարմինները իմ էքստրադիցիան կատարեն, քանի որ ես կամավոր ներկայացել եմ, չեմ խուսափում էքստրադիցիայից եւ ուզում եմ օրենքի սահմաններում, որ Հայաստանի Հանրապետությունը իրականացնի քրեական հետապնդումը եւ ես կարողանամ պաշտպանվել օրենքով սահմանված եւ սահմանադրության սահմանված կարգով։ Այսօրվա դրությամբ իրավապահ մարմինները չեն կարողանում ինձ պատասխանել, թե ինչ պատճառներով ՀՀ քաղաքացում չեն կարողանում ձևակերպել էքստրադիցիայի պահը եւ այն փաստն, որ ցանկանում են, որ ՌԴ-ի իրավապահ մարմիններին ինձ հանձնեն, որ չիրականանա իմ էքստրադիցիան։ Նեոբոլշևիկներին է հատուկ այն, ինչ օրվա իշխանությունն անում է Հայաստանի հետ։ Այս մասին Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է ԱԺԲ խորհրդի անդամ քաղաքագետ Արա Պապյանը։ Նրա խոսքով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թուլությունը թշնամու մոտ բերում է գայթակղություն։ Այստեղ խնդիրը այն չի, որ դու ավելի ուժեղ ես, խնդիրը այն է, որ դու հակահարված հասցնելու այնպիսի ունակություն ունենաս, որպեսզի թշնամիդ հասկանա, որ դա 10 անգամ ավել մտածի, հարցակվի թե չհարցակվի, որտեղ քո թուլությունը բերում է գայթակղության։ Այս սխալ այդ բա, որ դու թույլ ես, ինքը քեզանից վտանգ չի զգում, քո վրա չի արձակվի, ոչ, երբ որ դու թույլ ես, ինքը գայթակղվում է քո վրա արձակվելու։ Եվ կողքից էլ կան այսպես ասած ուժեր, որ անդադ այդ բանին դրդում են, բայց մենք այն վիճակի մեջ չենք, որ անգամ ենթադրենք, պարզ ասվում է, որ Երևանը ադրբեջանական է, Գյուղջան ադրբեջանական է եւ այլն։ Իսկ ներկա ժամանակակից զենք զինամթերքի պարագայում այդտեղ քանակի ու բանի հարցը ճիշտ կազմակերպման դեպքում դա մյուսը, եթե դաշնակիցների հարցը, բաղ ղեկավարությունը դրա համար է, որ դաշնակիցներ կարողանան ստեղծի ձեռք բերի աշխատանք կրա։ Դաշնակիցները նույն Թուրքիայի ներսում, իսկ մենք ինչ աշխատանք ենք տարել Թուրքիայի ներսում 20 միլիոնից ավել ալևի է ապրում նրանց հետ հարաբերություններ զարգացնելու, թեկուզ եւ հասարակական կառույցների միջոցով, նույն քրդերի հետ մենք ինչ հարաբերություններ ունենք։ Այս ամբողջը շատ կարևոր հարց է։
Խստորեն դատապարտում ենք փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կատարված զարհուրելի զինված հարձակումը, որի հետևանքով սպանվել են համայնքի ղեկավար Վոլոդիա Գրիգորյանը եւ նրա ընկերը։ Այս մասին հրապարակում է արել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Մեր խորը ցավակցությունն ենք հայտում զոհվածների ընտանիքներին, հարազատներին եւ փարաքար համայնքի ողջ բնակչությանը։ Վիրավորում ստացած անձին մաղթում ենք շուտապույտ եւ լիարժեք ապաքինում։ Համայնքների միությունը կոչ է անում Հայաստանի իրավապահ մարմիններին արագ եւ ամբողջական քննություն իրականացնել, հանցագործության կազմակերպիչներին եւ կատարողներին ամենախիստ պատասխանատվության ենթարկելու համար։ Համայնքների միությունը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը բոլոր համայնքապետերին եւ բնակիչներին, ընդգծելով, որ որևէ բռնություն կամ ահաբեկում անընդունելի է եւ պետք է արժանանա իրավական համարժեք արձագանքի, ասված է ցավակցական ուղերձում։ Հայաստանի հանրությունը երեկ ցնցվեց Մերձավանի համայնքապետի բարբարոսական սպանության մասին լուրից։ Այս մասին հայտարարություն է տարածել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, նա մասնավորապես ասել է. «Սա երկրում տիրող ամենաթողության, արդարության եւ արդարադատության պակասի, մահաբեր բանդաների գործունեության եւ անպատժելիության վկայությունն է։ Փաստացի երկրի իրավապահ համակարգը զբաղված է այլախոհների դեմ ռեպրեսիաներով, ճնշումներով, փոխանակ կանխի դրանք»։ Խստորեն դատապարտում է Մերձավանի համայնքապետ Վոլոդիա Գրիգորյանի սպանությունը, հիշեցնելով, որ դեռևս բացահայտված չէ իմ նկատմամբ 2007 թվականի ապրիլի 2-ին կազմակերպված մահափորձը, որին զոհ գնացին իմ 4 ընկերները։ Ծանր վիրավորվեց փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը։ Քաղաքական պատվերով այս հանցագործությունը ցավոք ծնեց նորերը։ Ժողովրդի կողմից ընտրված, նրանց վստահությունն ու սերը վայելող համայնքապետերը վերածվել են կենդանի թիրախների, իսկ բարձրագույն ղեկավարության կողմից հնչող սպառնալիքները պետական քաղաքականության, նշել է Գյումրիի քաղաքապետը։ 2023 թվականի սեպտեմբերի 24-ը դարձավ ճակատագրական Արցախի պատմության մեջ։ 2 տարի առաջ 2023 թվականի սեպտեմբերի 24-ին արցախցին ստիպված էր լքել իր հայրենիքը, հայրենի հողը, որտեղ տարիներ շարունակ ապրելու արարել էր։ Ավելի քան 100,000 մարդ ստիպված եղավ բռնել գաղթի ճանապարհը եւ տեղափոխվեց Հայաստան։ Ականատեսների վկայությամբ այդ օրերին Արցախում ամեն օր տիրում էր քաոս, մեքենաների շարասյուններ, ճանապարհներին հերթեր, ընտանիքներն ու ունեցվածքը փրկելու փորձեր։ Մարդիկ հեռանում էին անորոշության մեջ, լքելով իրենց տները, նախնիների գերեզմանները եւ այն ամենը, ինչը նրանց կապում էր հայրենի հողի հետ։ Մեր զրուցակիցներից նաև նշում են, որ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ ռուս խաղաղապահներն են իրենց աջակցություն ցուցաբերել թե 44-օրյա արյունալի պատերազմից հետո, թե բռնագաղթի օրերին։ Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում արցախցիներն իրենց ծանր հիշողություններով են կիսվել, ինչպես վերջին հրաժեշտը տվեցին իրենց հայրենիքին՝ խուճապ, մարդկանց հերթեր, լքված տներ, մի կողմից էլ ադրբեջանական զորքերի առաջ խաղացում, կրակոցներ։ Ահա այսպես է հիշում այդ դաժան օրերը Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ Մինչև ամսի 24-ի գիշերը, այսինքն 24-25-ի գիշերը էլեկտրականության բացակայություն, կապի բացակայություն, էլեկտրականության բացակայության հիմնականում էլեկտրականության բացակայության հետևանքով ջրամատակարարման բացակայություն, գազամատակարարման բացակայություն, ամբողջական մարտից ի վեր արդեն մինչև ավարտը, այսպես ասել։ Ու այս ամենը բնականաբար հանգեցնում էր այն իրավիճակին, որը տեղի ունեցավ, եւ նաեւ սեպտեմբերի 19-ից սկսած Ստեփանակերտում ու հարակից գյուղերում արդեն ներքին բռնի տեղահանված անձանց կուտակումներ, իսկ արդեն 24-ին նույնիսկ Ստեփանակերտի հարակից գյուղերի բնակիչները արդեն Ստեփանակերտում էին կամ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի վրա տարբեր հերթերում եւ այլն։ Ընդհանուր պատկերը սա է։ Ամսի 23-24-ին արդեն ադրբեջանցիները թույլ էին տվել որոշ հումանիտար բեռներ մուտք էին գործել ադրբեջանական կողմից, Կարմիր խաչի միջոցով եւ ռուս խաղաղապահների աջակցությամբ, այսինքն իրենց կողմից մատակարարվող, բայց այդ օգնությունը հումանիտար շատ չնչին էր, այսինքն օվկիանոսի մեջ համարեք մի կաթիլ։ Արցախի ԱԻՊՑ մամուլի քարտուղար Հունան Թադևոսյանը նույնպես նշում է, որ Ստեփանակերտը վերածվել էր հսկայական ճամբարի։ Մարդիկ գիշերում էին ուղիղ հրապարակներում եւ փողոցներում, իսկ քաղաքը աստիճանաբար դատարկվում էր։ Եվ սեպտեմբերի 21-ին
Նախկինում արդեն մեզ համար պարզ էր ամեն ինչ, որ պետք է ստիպված լքեինք կամ մնայինք։ Երկու տարբերակ էր կամ մնալ եւ ուծացվել ադրբեջանցիների հետ ապրել, կամ պետք է դուրս գալ եւ ապրել արդեն մայր Հայաստանում կամ այլուր։ Մենք հտրեցինք երկրորդ տարբերակը, բնականաբար ադրբեջանցիների հետ անհնար էր ապրել, հատկապես 2020 թվականի պատերազմներից հետո, դրանից հետո տեղային մարտերի, ահաբեկչական գործողությունների եւ 9-ամսյա շրջափակումից հետո անհնար էր արդեն ապրել ադրբեջանցիների հետ։ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն էլ հիշում է, քաոս էր այդ օրերին։ Մարդիկ իրենց միջոցներով մի կերպ փորձում էին փրկել ընտանիքի անդամների ու հարազատների կյանքը, դուրս բերելով նրանց ադրբեջանական ճիրաններից։ Իրավիճակը շատ պիս ա եղել, այսինքն ժողովուրդը ոնց կարծել են, այսինքն ամեն մի մարդ մի կերպ դուրս ա եկել։ Այսինքն մարդ իր սեփական ավտոյով այդ վաղտը պլակատը այդպես ինչ եղել, մի բան կարել են դուրս է եկել։ Մենք այսինքն սպասարկել ենք ավտոբուսայով, որ այդ մարդը դուրս է եկել։ Օգնել եք, որ տնից ով ինչ կարացել է, օգնել եք կարապարակը բանան, այդ մարդը դուրս է եկել։ Նա ընդգծում է, որ հենց այդ օրերին ռուս խաղաղապահները դարձան բնակիչների աջակցության աղբյուրը։ Խաղապահները եղել իրաք այսինքն քաղաքի սահմաններն են բայրուսլա, իրաք այդ աշխատելիս են լավ է, այսինքն զոհին բանն ձյալները մագայս աճայրիս են եղել, ամմարդ եկն լավ է, այսինքն որ մի տարան է Մարտակերտից, Մարտունիից։ Արցախցիներից շատերն ընդգծում են այդ օրերին ռուս խաղաղապահների դերը եւ կարեւորությունը։ Նրանց խոսքով խոճապի եւ հուսահատության մեջ հենց ռուսական խաղաղապահ զորախումբն էր, որը խաղաց հիմնական մարդասիրական դեր։ Նրանք ապահովեցին փախստականների անվտանգ անցումը Լաչինի միջանցքով, հասցրին մարդասիրական օգնություն, օգնեցին վիրավորներին եւ հիվանդներին, մասնակցեցին զոհվածների մարմինների որոնմանը եւ տարհանմանը։ Իշխանությունները որքան էլ այսօր փակված համարեն Արցախի էջը եւ հայկական երկրորդ պետությունը համարեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, միևնույն է, հայ հիշողությունից ոչ ոք չի կարող ջնջել հայրենիքը, Արցախը, իսկ Արցախում ամեն բան հիշեցնելու է հային եւ հայկական մշակույթը։ Չնայած պատժամիջոցներին ռուսական տնտեսությունն իրեն լավ է դրսևորում, նման գնահատական է տվել բրիտանացի աշխարհաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Մերկուրիսը։ Ռուսաստանում հասկանում են տնտեսությունը փլուզման եզրին չէ, եւ նրանք նաեւ ընդունում են իրական աշխատավարձն աճում է, ինչը տարբերվում է պատժամիջոցներով պաշարված տնտեսության մասին ֆոն դեր Լայենի պնդումներից, նշել է փորձագետը։ Ինչպես պնդում է Մերկուրիսը, ֆոն դեր Լայենն ապրում է սեփական իրականության մեջ, հերքելով Եվրոպայի հուսահատ տնտեսական իրավիճակը կամ Ռուսաստանում տիրող իրավիճակը, որտեղ կենսամակարդակը բարձրանում է։ Եղանակը առաջիկա օրերին սեպտեմբերի 25-ին 26-ի գիշերը 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 26-ի եւ 29-ի ցերեկը 27-ի գիշերը եւ կեսօրից հետո 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, սեպտեմբերի 27-ից 28-ն առանձին շրջաններում հնարավոր է նաեւ մառախուղ, քամին հյուսիսարևելյան 5-ից 9 մետր/վայրկյան, սեպտեմբերի 28-ից 29-ն առանձին շրջաններում սպասվում է քամուշ գնացում 16-ից 19 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 24-ի ցերեկը 25-ին աստիճանաբար կբարձրանա եւս 2-ից 4 աստիճանով։